Լուսիկ, նենց լավ անցավ, դու պարզապես չես պատկերացնի։ Գնացել էինք ընտանիքով մեր հարևան Դավիթի առիթը նշելու։ Պարեցինք, ուրախացանք, լավ ժամանակ անցկացրեցինք, դուրս եկանք։ Հայ, ով էլ արշալույսը մնանիր ջահելություններ լսելի աղջի իշել։ Ոյ, հաշիվով փակեց, դե լսի աղջի, ուրեմն ես իմ տղեն, հելավ իր փայլուն մտքերից փայլատակեց, թե բա, եկեք կիսվենք հաշիվը։ Ասում եմ այդ աղա, դու գիժ ես, ասենք թե մենք կիսվեցինք, այդ հորը տարիքից բարձր հաշիվը, դու ոնց ես փակելու, բան էլ թե դու մամա չգիտես, ասեցի լավ, աղջի, դες բանը ձյանս էր, սալատիկներ էր պատվիրել, դե նրա մասին չեմ մտածում, աղջին թաքնված միլիոնատեր է, նրան հերը փող աղարկում, էլ խելոք հավաքում է, աղջոնոս, միրնեմ դրա ջանին, ոյ, աղջի Դավիթը, շատ համեստա է, աղջի իսկի նորմալ բոշին բանից էլ չօգտվեց, միայն դեսերտներից, վերջում էլ աղջի մեր հաշիվը լրիվ փակեց, գիտես չէ, վայ, ոնց թե աղջի ուզում ես Դավիթի հետ ծանոթացնես աղջկատ, ոյ, չէ աղջի, ես ով եմ որ դեմ լինեմ, ուղղակի Դավիթին լավ ճանաչելով ինձ թվում է չի ուզի, լավ աղջի, հետո խոսանք, Բարձր Տիկինով եք ինչ կա, բարև Դավիթ ջան, հեչ, ինչ պետք է լինի, առավոտից հոլի պես ֆռում եմ ես տանում, մեջ գործ եմ անում։ Ինչի Տիկինով եք, երեք համարյա ամբողջ օրը տանը չեք եղել, ինչ գործ եք անում։ Դե օֆիկի տանը Դավիթ ջան պետք է միշտ կատարյալ մաքրություն լինի, որ հանկարծ մի օր իմ ճնշումը բարձրացավ։ Ես վատացա, շտապօգնություն կանչեցիք, եկան, չեն ասի, ինչ խոզանոցած տեղ։ Դրա համար բայց աղջիկ եք, չէ՞ լույս աշխարհ բերել, պետքա որ օգնի ձեզ, ինչա չի օգնում Դիանը։ Ոայ, ոչ չի օգնում։ Ինձ մաքրոսեր աղջիկ ունեմ ես Դավիթ ջան։ Լրիվ իմ դաստիարակությունն է։ Հա դե, իրականում ուրիշ բան է ուզում հարցնեի, բայց Ինչ հարցրա Դավիթ ջան, հարցրա։ ձեր խոսակցությունն անկավ ականջս, անունս եք տալիս, ում հետ եք խոսում, ինչը չի ուզի ես։ Հա այդ բանը Դու ասա, Ինչ ասա։ բանը, մեր վարդի թերներ հարևան, ասում է, տենաս Դավիթը չի ուզի իր տպագրությունները, այդ աշխատությունները մեր տպագրությունում տպի, դեր ուրիշ բան չկար Դավիթ ջան։ Զարմանալի է, բայց Ինչա որ։ դե զարմանալի է, դրա մասին մենակ դուք գիտեք, բայց հիմա պարզվում է, որ իրանք էլ։ Դե Դավիթ ջան, փոքր քաղաք է, չգիտես ինֆորմացիան արագ տարածվում է։ Հեն էլ մեր թաղամասում։ Ու դրա հետ կապված է, չէ՞ երևի, որ Տեղեկատվության միջազգային ակադեմիայի նախաձեռնությամբ համաշխարհային օր ունենք։ Ոյ, լսի, փաստորեն մենք կարող ենք մեր տները թանկ գներով վաճառենք։ Չհասկացա Տիկինովիկ։ Դե դու ես ասում մեր թաղամասի պատվին ինչ որ համաշխարհային օր կա։ Այ Տիկինովիկ, ամեն ինչ ուղիղ իմաստով եք դուք հասկանում։ Բա 1992 թվականի նոյեմբերի 26-ին Տեղեկատվության միջազգային ակադեմիայի նախաձեռնությամբ անցկացվում է Տեղեկատվության առաջին միջազգային համաժողովը։ Իսկ 1994 թվականից ամեն տարի այս օրը ակադեմիայի նախաձեռնությամբ նշվում է որպես Տեղեկատվության համաշխարհային օր։ Փաստորեն այդ ակադեմիայի թեթև ձեռքով է, որ այս տեղեկատվությունը տենց կարևորություն ունի աշխարհում։ Տիկինովիկ, տեղեկատվությունը միշտ էլ մեծ կարևորություն է ունեցել աշխարհի, չնայած ինչի աշխարհի, յուրաքանչյուր մարդու համար։ Մի ընդունված այսպիսի խոսք կա, ասում է, ով տիրապետում է ինֆորմացիային, նա տիրում է աշխարհին։ Հետո տենց բան ասում որ։ Ասողները, ընդհանրապես Տիկինովիկ, տեղեկատվությունը պետք է լինի հանրության համար հետաքրքիր, ինֆորմատիվ, թարմ, ըստ որոշ տեղեկատուներում առկա գնահատականների, մարդկությունը վերջին 30 տարիների ընթացքում ստեղծել է նույնքան տեղեկատվություն, որքան նախորդ 3000-ամյակների ընթացքում։ Ինչ ես ասում, Դավ ջան։ Ես չեմ ասում Տիկինովիկ, տեղեկատուներն են ասում։ Իսկ ըստ քեզ, Դավ ջան, հիմա է հեշտ տեղեկատվություն ստանալը, թե այն ժամանակները։ Դե Տիկինովիկ, այն ժամանակվա համար բան չեմ կարող ասեմ, բայց այն, որ այսօր ինֆորմացիան շատ արագ է տարածվում, թե գրավոր, թե բանավոր, թե ուրիշ կերպ, այդ փաստ է։ Շատ քիչ մարդկանց այսօր կհանդիպես, ովքեր չունեն ինտերնետի հասանելիություն, ու դե պարզ է, որ իրանք նաև որոշ չափով տեղեկացված են ինչ-որ մի բանի մասին, ու ամեն մեկը ըստ իր նախասիրությունների։ Այստեղ շատ կարևոր է, որ տեղեկատվությունը լինի հանրության համար արդիական, ճիշտ,
լրիվ ու թարմ։ Չպետք է տարածվեն կեղծիքներ կամ բռնություններ։ Շատ կարևոր է կարողանալ լսել, հասկանալ, կիրառել ստացված տեղեկությունները, որովհետև ըստ հոգեբանների ստացված ինֆորմացիայից օգտվելու չկարողությունը, դրա որակի, քանակի ոչ ճիշտ վերահսկողությունը կարող է հանգեցնել այսպես կոչված տեղեկատվական սթրեսի, որն էլ իր հերթին կբերի շատ լուրջ առողջական խնդիրների։ Ոյ Դավ ջան, իսկ ինչ կարևոր բան ես ասում։ Ես այսուհետ շատ ուշադիր կլինեմ տեղեկատվություն ստանալուց։ Միայն կդիմեմ հավաստի աղբյուրներին։ Հավատացեք, դրանից հետո շատ մեծ տարբերություն կզգաք, Տիկին Նոֆիկ։ Դե լավ, ես գնամ, լավ օր ձեզ։ Հաջող։